Մինչ ռուսաստանյան առաջադեմ հանրությունը ջերմեռանդ կերպով հետևում է տարադրամի փոխարժեքի աճին եւ խորհում Շարլի Հեբդոյի ծաղրանկարների շուրջ, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որը պետք է արժանանար ռուսաստանցիների ուշադրությանը։ Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներն էլ հնարավոր է հենց այդ պատճառով են լռում։ Գրում է ռուսաստանյան հեղինակավոր Սլոմ պարբերականը շարունակելով. «Սահմռկեցուցիչ հանցագործությունը ցնցել է Հայաստանը, բոլորը խոսում են կասկածյալի ազգային պատկանելության մասին։ Իհարկե այստեղ գիտեն հանցագործությունը ազգություն չունի արտահայտությունը, սակայն չեն մոռացել նաև հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտոպատահարը, թե ինչպես նրան դատարան բերեցին կանացի խալաթ հագցրած, եւ ինչ ենք մենք տեսնում այժմ։ Ռուսաստանցի զինվորը լքելով պահակակետը կատարել է սահմռկեցուցիչ հանցագործություն եւ կրկին վերադարձել զորամաս։ Այս ողբերգության շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի եւ Երևանի հարաբերությունները ոչ թե դաշնակցային, այլ գաղութատիրական են, նկատում է ռուսաստանյան պարբերականը։ Մեկ այլ ռուսական Vzglyad թերթը ծավալուն հոդվածում գրում է, որ Ռուսաստանը պարտավոր է խիստ հետևություններ անել ողբերգությունից։ Գյումրիում ընտանիքի գնդակահարությունը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան փխրուն եւ միաժամանակ որքան կարեւոր են Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Անգլիական Guardian թերթն անդրադառնալով ոճրագործությանը եւ դրան հաջորդած դեպքերին գրում է. հազարավոր մարդիկ Գյումրիում փողոց էին դուրս եկել հարգելու իրենց սեփական տանը սպանված ընտանիքի 6 անդամների հիշատակը, դեպք, որը ստուգում է Ռուսաստանի եւ տարածաշրջանում իր ամենամերձավոր դաշնակցի հարաբերությունները։ BBC-ն էլ ընդգծում է. Ռուսաստանը խոստացել էր հետաքննել գործը, սակայն մինչև օրս հրաժարվում է զինվորին հանձնել հայկական իշխանություններին։ Միջադեպը հանգեցրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լարվածության աճին, գրում է հեղինակը։ Ռուս զինվորին բռնել են երեքշաբթի, սակայն դեռ անհայտ է ռուսական կողմը կհանձնի նրան Հայաստանին, թե ոչ։ Ասվում է Associated Press-ի հրապարակած հոդվածում. սա երկու երկրների միջև հարաբերությունների վրա Կրեմլի ազդեցության աստիճանի փորձություն է, նկատում է Euronews-ը։ ABC ամերիկյան հեռուստակայանն էլ իր կայքում տեղադրած հաղորդագրությունում նշում է, որ հայերը պահանջում են Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ Հայաստանի հիմնական հովանավոր եւ դաշնակից Ռուսաստանն այսօրվա դրությամբ ընդամենը ցավակցություն է հայտնել եւ խոստացել է աջակցել հետաքննությանը, հաղորդում է ABC-ն։ Ներիր Հայաստան վերնագրի ներքո ռուսական Մոսկովսկի Կոմսոմոլեցը գրում է. Պերմյակովին քննության ու դատի համար Հայաստանին հանձնելը կարծում եմ քիչ է։ Հայաստան պետք է մեկնեն ու ներողություն խնդրեն աստիճանով ավելի բարձր մարդիկ, քան պաշտպանության նախարարի տեղակալն է։ Մանավանդ, որ նա լիազորված չէ դա անել երկրի անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն թե Հայաստանի նախագահի, թե մարդկանց հետ, բառեր գտնեն ու ոչ միայն դեպի դեսպանատում մարդիկ պետք է գնան եւ վերջապես դեսպանատան առջև պետք է անհամար ծաղիկներ դրվեն ու վառվեն մոմեր։ Դա արդեն ոչ թե պետության, այլ մեզ բոլորիս է ուղված։ Ահա այդ դեպքում մենք կդադարենք կորցնել ընկերների, մարդկանց ու պետություններ, գրում է հոդվածի հեղինակ Սերգեյ Գապոնովը։